իսկապես 150,000-անոց Ղարաբաղը, այն ժամանակ 7.5 միլիոնանոց Ադրբեջանը, եւ մենք հաղթեցինք։ Այսինքն առաջին պատերազմում հաղթել է Լեռնային Ղարաբաղը, իսկ դա Հայաստանի նկատմամբ ուրացման քաղաքականություն է։ Փորձագետների գնահատականն է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը։ Facebook-ում Հայաստանի երկրորդ նախագահի պաշտոնական էջում էր հրապարակվել 2021-ին հիմնված հայկական համալսարանի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպման տեսագրությունը։ Ռոբերտ Քոչյանը գտել էր մի լսարան, որտեղ ուղղակի նստած էին նոր կյանք մտնող երիտասարդներ, ուսանողներ, որոնց իմաստությունները ոչ Ղարաբաղյան խնդրից, ոչ բանակցային գործընթացից այդքան մեծ չեն։ Կարելի է ստել բոլոր հարցերում։ Կարելի է ստել, որ 2019 թվականի Մինսկի խումբը առաջարկություն է ներկայացրել Հայաստան եւ Ադրբեջանին, ինչը տեղի չունեցել։ Կարելի է ստել, որ Հայաստանն է սադրել կամ հայերն են, ինչպես ինքն է ասում, սադրել պատերազմը, ինչը կեղծիք է։ Կարելի է ստել, որ բանակցությունները փակուղում չեն եղել եւ փակուղի մտցնող եղել այս իշխանությունը, ինչը այդպես չէ, որովհետեւ անգամ Սերժ Սարգսյանը դեռևս միջև Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալը ուղղակի իլուր հայոց աշխարհի հայտարարել որ բանակցությունները գտնվում են փակուղում։ Նա խոսում է այն մասին, թե իմ ժամանակ թիմ ընտրություններում ես ասում եի ով ուզում է թող ընտրվի, երկրի նախագահը չունի նման լիազորություններ, չուներ նաև իր ժամանակ գործող սահմանադրությամբ նման լիազորություններ որոշելու ով ուզում է ընտրվի, թե չորոշելու ով ուզում է ընտրվի։ Այլ հարց է, որ իրականությունում որևէ մեկը չէր կարող ընտրվել, եթե ամենավերևից հենց իրենից չուներ թույլտվությունը այդ ընտրվելու։ Ներքաղաքական կյանքից մինչև արտաքին քաղաքականություն, բանակցային գործընթաց ու պատերազմի մեղավորներ հանդիպման հիմնական թեմաներն էին։ Եթե այսպես փորձենք մեկ նախադասությամբ ամփոփել, ապա ելույթի հիմնական ասելիքն այն էր, որ Ռուսաստանը շատ պուպուշ երկիր է, այսպես կարելի է բնութագրել, եւ մենք որքան անխելք հասարակություն ենք, որքան անկարող իշխանություն ենք, որ չենք կարողանում հասկանալ, որ Ռուսաստանը պուպուշ երկիր է եւ պետք է օգտվել այդ Ռուսաստանի պուպուշ լինելուց, ներողություն այդ բառի համար իհարկե, ինչը դրսևորվում էր բազմաթիվ ոլորտներում, բազմաթիվ օրինակներով, որոնք նաեւ սպառնալիք են Հայաստանի անվտանգությանը այսօր, վաղը։ Այն հայտարարությունը, թե հայերն էին մեղավոր, որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, այս պատերազմը ինչ որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմ, հայկական իշխանության կողմից, այո։ Բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու, անպագորգոր հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան, Ադրբեջանը թիկունքում sense ամբողջ բոյով կաղնի, եւ վերջում ստացանք սա։ Քոչարյանը փաստացի հնարավորություն է տալիս, գործիք է տալիս Ադրբեջանին Հայաստանի նկատմամբ ճնշումը ավելացնելու։ Այս հայտարարությունը ուղղակի դանդաղ գործողության ռումբ է, որը դրվել է Հայաստանի տակ, Հայաստանի դեմ եւ այն օգտագործելու են Հայաստանի հակառակորդների դեմ։ Ստեփան Սաֆարյանը օրինակով է հիմնավորում Քոչարյանի 44-օրյա պատերազմը մենք ենք սկսել պնդումը Ադրբեջանը կօգտագործի այնպես, ինչպես օգտագործում է Խոջալույի մասին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի բրիտանացի հետազոտող Թոմաս Դե Վալին տված հարցազրույցը։ Սա վտանգավոր հայտարարություն է համարում, որովհետեւ այնուամենայնիվ հայտարարությունը հնչել է Հայաստանում 10 տարի նախագահ պաշտոնավարած անձի կողմից 10 տարի ղեկավարած նախագահ, որը Հայաստանի ու հայերի մասին երրորդ դեմքով է խոսում հայերի նկատմամբ, գուցե ինքը իրեն չի նույնացնում հայերի հետ։ Երբ նա ժողովրդին դիմում է երրորդ դեմքով, ինքը նշանակում ինքը իրան դնում է ոչ այդ մենքի մեջ, այսինքն այդ մենքից դուրս է։ Հարցազրույցի լսարանը ըստ փորձագետների դահլիճում նստած երիտասարդները չէին։ Հենց լսարան ունի ինքը եւ այդ լսարանը Կրեմլում է, որ ինքը ասում է ես պաշտպանում եմ ձեր նարատիվները։ Արտաքին քաղաքական դաշտում նա եւս մեկ անգամ ցույց տվեց Ռուսաստանին, որ կարելի է իր վրա խաղադրույք կատարել։ Հենց նույն Կրեմլի համար հնչեցնում է այն բոլոր թեզերը, որոնք նրանք ուղղել են Հայաստանին, Ուկրաինային։ Փորձագետներն իրենց դիրքորոշումը հիմնավորում են հատկապես Ուկրաինայի մասին Քոչարյանի հայտարարություններով։ Պատահական չի հիշել Ուկրաինայի միջադեպը։ Լայնորեն ծավալվում է դրանից շեշտելու համար, որ ինքը կրկնում է ռուսական նարատիվները, որ մեղավորը Զելենսկին է, որ մեղավորը ուկրաինացիներն են, որ ուզեցել են Եվրոմիության անդամակցել, ՆԱՏՕ-ին անդամակցել, որ նրանք հաշվի չեն առել ուրեմն իրենց հարևանի ամտանգային շահերը։ Ես ցիտում եմ ուղղակի բառացիոնի մեջ բերում եմ իրեն։ Օրինակ, վերցնենք նույն Ուկրաինան, այսօր ես մի 2-3 անգամ անդրադարձ ունեցա։
անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիր ավիրի։ Ընդհանրեն Ուկրաինան կարող էր ասել, որ նեյտրալ երկրի ստատուսով ինք կօգտվեր եւ Եվրոպայից, եւ Միացյալ Նահանգներից, եւ Ռուսաստանից։ Ասին չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտեք։ Ինչ ստացա։ Բայց դու ուղղակի արհամարեցիր քո հարևան հսկայական հզոր երկրի անվտանգային շահեր։ Մի երկիր, որը կարող էր այսօր այն ամենից լավ հետաքրքիր բարգավաճող երկրներից մեկը լինել։ Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար Ռուսաստանը չէ մեղավոր, այլ Հայաստանն ու Պրահայում ստորագրած փաստաթուղթը։ Սա եւս ռուսական խոսույթի կարմիր թելն էր, որ նաեւ Քոչարյանի խոսքի առանցքում էր։ Շարունակում են փորձագետները։ Ասում եմ, Արցախում ռուս խաղապահները շատ լավ էլ իրենց խաղապահ ռակելություն իրականացնում էին, եթե չլիներ Հայաստանի հայերի, հայկական կողմի դավաճանությունը, այսպես ասած, գնալ եւ Պրահայում համաձայնել Ալմատիի հռչակագրին։ Ռուսական զորքը այնտեղ կանգնած 2000 հոգի անվտանգություն են ապահովում եւ ված չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, միջև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա եւ ասում է ընդունում եմ Ադրբեջանի կազմը։ Ռուսները չել բանակցում, տեղակել չպահ։ Սենց ոնց որ կոպիտ ասած, ասում եմ դուք լուրջ մտածում եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Ռուսաստանի տակից միջնորդի Արթուր ուղղակի հանել են, հետո պահանջում են, ասում են, խի չես արել, խի ինչ ես արել։ Եթե դու խաղաղապահ ես, դու ունես հստակ գործառույթներ, քո գործառույթը որն է, որ դու թույլ չտաս, որպեսզի երկու կողմերը միմյանց նկատմամբ գործողություններ իրականացնեն։ Եկեք մի բան հիշենք, երբ այսպես կոչված ակտիվիստները եկան եւ փակեցին Լիճաչինի միջանցքը, նրանք ինչպես հասան այդ հատվածին, որ փակեցին, նրանք անցան այն հատվածը, որտեղ կանգնած էին խաղաղապահները։ Այսինքն այդ մարդիկ տեսան, որ այդ ակտիվիստները գալիս են մտնել Լիճաչինի միջանցք, ակնհայտ էր նրանց միտումը փակելու կամ նույնիսկ եթե չգիտեին, որ գալիս են փակելու, որևէ մեկը նրանց չկանգնացրեց։ Ըստ Ռոբերտ Ղեմոզյանի, Քոչարյանի հայտարարությունները համապետական ընտրությունների նախաշեմին նաև ներքին լսարանին էին ուղղված։ Որտեղ նա խնդիր ունի Ռոբերտ Քոչարյանը անդիմադիր դաշտում առաջինը լինելու, որովհետև մրցակցում են իրար հետ անդիմադիր դաշտի արմատական անդիմադիր կոչվածները։ Ստեփան Սաֆարյանը պատահական չի համարում այդ հանդիպման օրերին տեղի ունեցող այլ իրադարձությունները։ Իդեպ զարմանալի չեք մի համարեք, որ նույն այդ շրջանում նա որոշում է այդ բեմ բարձրանա եւ հերթական անգամ ինքն առաջադրվի Կրեմլի համար որպես ուրեմն խաղացող, նույն շրջանում ռուսական աղբյուրները խոսում են ուրեմն Հայաստանի համար նոր համակարգող պաշտոնյայի նշանակումից Կիրիենկոյի, խոսում են փափուկ ուժ Հայաստանում կիրառելու համար, խոսում են 26 թվականի մասին, այսինքն բոլոր զարգացումները ունեն օրգանական եւ խորը փոխկախվածություն։ Նման համաժամանակի ակտիվացում դիտվել էր օրինակ 2024-ի ապրիլ 5-յան Փաշինյան ֆոն դեր Լայան Բլինքեն հանդիպման ժամանակ Հայաստան ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը ստորագրելիս։ Այսօր էլ նման իրավիճակ է։ Այս օրերին Հայաստանում լինելու Եվրամիության արտաքին գերատեսչության ղեկավարը Կայա Կալասը դեռևս ամիսներ առաջ հայտարարվել էր, որ նա կայցելի Հայաստան, երբ ավարտված կլինի Հայաստան Եվրամիություն նոր գործընկերության համաձայնագիրը։ Զուգահեռ ակտիվացել է 1 տարի առաջ այս օրերին իշխանափոխության նպատակով ակցիաներ իրականացնող Տավուշը հանուն հայրենիքի շարժումը։ Ստեփան Սաֆարյանը այս շաբաթվա մեկ այլ աղմուկ հանած հայտարարությունն է հիշեցնում։ Մեր աղոթքն է, որ պարոն վարչապետ, ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության եւ մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, դինի հաջողության, մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ եւ առաջնորդ մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի, որովհետեւ մեր քրիստոնեությունը եկել է իրականության մեջ արևմուտքից։ Դրթա թագավորը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից նշել էին թեմակալ առաջնորդի արտահայտած որոշ մտքեր ու դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական եւ վերագրելի չեն եկեղեցում, որ դատողությունները խաղաղությանն ուղված աղոթքը, թե մեր եկեղեցու ակունքների մասին խոսքը։ Հարց է բարձրացնում փորձագետը։ Հանկարծ Մայրաթորում վեհապարը որոշում է մի կողմ դնել այն, որ նախկինում
ինքը որևէ այդպիսի հայտարարություններ չի արել Շիրակի թեմի առաջնորդի սկանդալային հարցազրույցների եւ քաղաքական գնահատականների ու քաղաքական գործունեության մասին։ Ինքը այդպիսի հայտարարություններ չի արել Տավուշի թեմի առաջնորդի սկանդալային կամ քաղաքական գործունեության կապակցությամբ, քաղաքական ակցիաների կապակցությամբ։ Այս բոլորին հաջորդել է կաթողիկոսի լռությունը, հանկարծ կաթողիկոսը վեհապարը շատ մտահոգվել է, որ վիճահարույց են Էստոնիայի թեմի առաջնորդի քաղաքական հայտարարությունները Հայաստանի քրիստոնեական ընտանիքին պատկանելու կամ մերձենալու կապակցությամբ։ Կաթողիկոսի համար քաղաքական կոնյունկտուրաները եւ այլ պետությունների քաղաքական շահերը պարզվում է այնքան կարեւոր են, քան հայոց եկեղեցու անցած ճանապարհը։ Փորձագիտական դաշտը միակարծիք է, որքան մոտենում ենք 2026-ին, հիբրիդային պատերազմը ավելի խոր, ակտիվ ու բազմաբևեռ կդառնա։ Պետք է աշխատել ինքնապաշտպանության ուղղությամբ, լավ աշխատել։ Իրինամ Կրչյան, Արման Թովմասյան, Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։